Տունը նախագծված է Տաթև գյուղում 3000 քառակուսի մետր հողատարածքի համար, ունի հողատարածքը հետաքրքիր պատմություն։ Կադրը խոսում է նրա մասին ուզում ենք ներկայացնենք իր երկրաչափությունը եւ բովանդակությունը։ Ասեմ, որ Տաթև գյուղում Տաթևի վանքի արկայությունը ինչքան որ թևեր է տալիս ոգեշնչում է, այդքան էլ իջացնում է եւ նույնիսկ գաստացնում է եւ տանում է դեպի ակունքներ։ Շատ ոգեշնչել են այս տրամաբանական մեր ժառանգություն հասած պլանները, որի արդյունքում եւ ստացվել է այս տան հատակագիծը, խնդիր էր դրված տուն անել այնպիսին, որ հետագայում կարողանա զարգանալ որպես bed and breakfast, այսինքն աճի եւ որպեսզի աճելուց ինքը չվնասվի, դրա համար էլ ընտրած է այս կոնցեպցիան հատակագծային։ Այստեղ երևում են, թե ինչքան ինքը ճակատներում բազմապլան է եւ լույսի սպրերի խաղ ունի, քարի ճարտարապետությանը բնորոշ ծավալներ են, քար, ապակի, փայտ, ոչ մի ծառ չի կտրվել գոյություն ունեցող։ Այս կադրը ցույց է տալիս դրսի եւ ներսի տարածությունների փոխհարաբերությունները, ոնց են մտնում, ոնց են ձուլվում իրար մեջ, ներքին բակերը, դրսի բակերը եւ այս ներքին բակը օրինակ Այդտեղ խնդիր դրվեց Մայրաթոր Ռեշմիածնի կողմից Գեղարդավանքում հասարակական սպասարկման դրոն անել, որպեսզի վերացնել Գեղարդավանքի ստորին մասում առևտուրը, բայց ավելի շատ ֆունկցիաներ լինի, այսինքն տարածաշրջանի թանգարան լինի, տաղավարներ լինեն, փոքրիկ հյուրատուն եկեղեցականների համար եւ շատ դժվար է պատկերացնել արդեն կազմավորված միջավայրում եւս մի կառույց, մինչեւ չծնվեց այն գաղափարը, որպեսզի անել ժայռափոր մի կառույց, որը կպարունակի այդ ամբողջ ֆունկցիաները եւ առաջի հարկում առանձին մուտքով թանգարանն է, երկրորդ հարկում տաղավարներն են 4 տաղավար կաֆետերիա, երրորդ հարկի համար որտեղ որ հյուրատունն է reception, հյուրատունը ունի եկեղեցականների համար հյուրատունը ունի 6 սենյակ եւ ժողովների դահլիճ, որտեղից կտրվածքում կտեսնեք ամբողջովին երևում է վերադարանը, որը կից է թանգարանին, իսկ ստեղ երևում է իր տերասաձև կառուցվածքը, որը ուղղակի քողարկված է լանջի մեջ, իսկ տերասաները քողարկված են մետաղական ցանցով, որը համ պաշտպանում է ժայռերից, քարանկումներից, նաև հարավային արևից, իսկ այս կադրը ցույց է տալիս, թե ինչքանով ինքը չի վնասում արդեն կազմավորված լանդշաֆտին եւ ուխտավորները եւ զբոսաշրջիկները կտեսնեն, որ այս միջավայրում մնում է դոմինանտ որպես Գեղարդավանքը, սա ուղղակի լանջի ինտերպրետացիա է։ Սա մխիթարյանների միաբանության կրթական կենտրոնն է Երևանում, Ավան համայնքում։ Կամպուսը կազմված է լինելու ուսումնական մասնաշենքից, հանրակացարանային մասնաշենքից, եկեղեցուց եւ մարզալով-ավազանային մասնաշենքից։ Ռելիեֆը ունի մոտ 11 մետր տարբերություն ներքին ու վերին կետերի միջև։ Չնայած դրան մենք աշխատեցինք ֆունկցիոնալ կապերը դասավորել միևնույն հարթությունների մեջ։ Ստեղ տեսնում ենք հատակագիծ տիպիկ, որտեղ մի տարիքային խմբի դասարանները կապված են նույն տարիքային խմբի հանրակացարանային մասի հետ։ Այդ ռելիեֆը, որի մասին ասեցի, մեզ թույլ տվեց պարզագույն երկրաչափական ֆորմաներով, պրիզմաներով, ասած, ստեղծել տարբեր լուսաստվերային խաղերով հարուստ մի միջավայր, օգտագործելով քաղաքաշինական տարբեր էլեմենտներ, էսկալադաներ, անցումներ, հրապարակ, այգին եւ այլն։ Ստեղ հանրակացարանային մասի ճակատն ենք մենք օրինակ տեսնում, որը կազմված է 3 տարբեր մակարդակներից, ամեն մակարդակի վրա իր տարիքային խմբին եւ իրանց կոնցեպցիային համապատասխանող
չափի ննջարաններն են, ամենավերևում արդեն մենախուցերն են, որտեղ արդեն կարելի ասել մենավորներն են ապրում։ Սա ուրիշ նախագիծ է, մրցույթային նախագիծ է, արված Շվեյցարիայի Շվից քաղաքի համար, դա ինչ-որ բարձրակարգ ծերանոց է, որը գտնվում է Միտեն անունով չքնաղ մի սարի հովտում, երկու շատ հետաքրքիր միջավայրի առանցքի սահմանի վրա, մի կողմից տեսնում եք առևտրի մեծ հսկա կենտրոն, մյուս կողմից արդեն սկսվում է գյուղատնտեսական լանդշաֆտը, այս կողմից գոմ, այս կողմից առևտրի կենտրոն, որը իհարկե բերեց իր նույնը երկար չեմ կարող պատմել իր քաղաքաշինական եւ ճարտարապետական լուծումների։ Այստեղ ցավոք սրտի կոնվերտացիայի ժամանակ կորել են գծերը, բայց երկու խոսքով այն էր, որ կոնցեպցիաներից մեկը ամենափոքր տարը սենյակները մենք փորձեցինք անել այնպես, որ իրանք չլինեն ստանդարտ հյուրանոցա, հիվանդանոցային տեսակի, այսինքն սանագույց հետո սենյակ, այլ ավելի շուտ մեծ ընդարձակ սենյակ, լույս եւ նոր այդ մնացած։ Այստեղ տեսնում եք էլի կորած գծերով հատակագից, որով եւ տեսնում եք արևային կողմի վրա դասավարացել բոլոր սենյակները զույգով, ամեն զույգ սենյակից դուրս կարող են գալ պատշգամբի վրա։ Շվեյցարիայում շատ կարևոր է մրցույթներում մարկետի գաղափարը, արվում է այսպես պարզագույն միայն մեծ ծավալներով ու այստեղ հենց երրորդ միտքն է մեր լավ երևում, որ երկու պրիզմաների, ներքին ու արտաքին պրիզմաների համադրությունն է։ Եվս մի նախագիծ, որը չենք